Ես շատ երկար ոչ մի ինտերվյու չեմ գնացել, որովհետև հոգեպես չի կարողանում տրամադրվեի։ Դու ես ու երկու երեխայի ամբողջական պատասխանատվությունը։ Իսկ հիմա Հրանուշը։ Այսինքն տղամարդիկ չէին կարող քեզ հետևել։ Երբեք չեմ պատկերացրել, որ իմ տան մեջ կարողա փիսո ապրի։ Դա անհավանական սեր է։ Շատ դմբալոյա, բայց սիրում եմ իրան։ Գերներս ասում եմ, երեխեք, չգիտեմ, դուք եք սենց լարվում։ Ամբողջ գիշեր կարամ տվայտվեմ այդ մտքից, առավոտ զանգեմ ասեմ, Աղա նեղացել ես ինձանից։ Այդ դիմանալը նաև վեճեր են, կռիվը, բարձր տոններ։ Դե ես էլ որպես մենեջեր, սկսում ենք վիճել իրար հետ, ես ասում եմ, մամ, այս դեպքում սենց պիտի լինի։ 34 թվականի փետրվարի 6-ին ժամը 4:20 տեղ ունենք։ Մտա, ես էլ բժիշկ չեմ։ Շրխկացնել մարդու երեսին իր ախտորոշումը չի կարելի ուղղակի։ Ես կանացի վայբից վրա չեմ աշխատել։ Շատ չէր շոքում մազերով։ Իմ մազերն այն չանեմ։ Չէ, ամառը ունեք անդ հավաքում ես։ Հա։ Ես ունեմ այդ բանը։ Ես հավաքած քնում եմ, ստեղ մի հատ։ Որտեղ իմը ի տարբերություն քեզ 4.5 հատ մազա, բայց նույնիսկ ինձ խանգարում է, ես ինձ Չէ, հավաքում եմ։ ամառը ես էլ եմ շոքում եմ շատ։ Դրա համար հիմնականում հավաքում, ոնց որ sense պոչ եմ անում, հյուս եմ անում, սիրուն է տենց։ Մամային են, չէ։ Հա, բայց Քուրիկին մամայինը էլ շատ տենց։ ավելի լավն է։ Հայոց լեռնաշխարհ Հա, մազերը։ եթե մաման խիղճը կորցնի, կարա 20 օր չլվա ու ոչ մեկ չիմանա, որ դա չի լվացել։ Շակ ջան, Ջան, ապրես որ եկար։ սիրով։ Շատ գիտես չէ, որ երբ սկսում էի շուտ ասա պրոյեկտը, դու առաջի հյուրն էիր։ Ես հիշում եմ։ Ասես դու իմ թալիսմանն էիր, միջև հիմա պրոյեկտը շատ լավ գնում է առաջ։ Ինչ լավ է։ Ես այն օրը էդ էի հիշել ու բաժնում պատմել, որ ես առաջի հյուրն եմ եղել ու մեծ հույս ունեմ, որ քեզ հաջողություն բերեցի։ Հիմա արդեն այսօր ավելի երկար ու հանգիստ կզրուցենք։ Շակ ինչով է սկսում քո օրը։ Դու ես սկսում թե երեխեքը։ Թե փիսոն։ Այ լավ հարց էր։ Իրականում նախ շնորհակալություն, Արև, որ ինձ հրավիրեցիր։ Ես շատ երկար ոչ մի ինտերվյու չեմ գնացել, որովհետև հոգեպես չի կարողանում տրամադրվեի, բայց այստեղ եկել եմ ոնց որ քույրիկիս մոտ, դե գիտես։ Արի օգտվենք առիթից ու ասենք, որ սիրելի հյուրեր, Այո։ եթե դուք ոչ միտեղ չեք գնում հարցազրույցի, սա կարող է լինել հիանալի հարթակ, որովհետև մենք այստեղ ինչ որ սուր, լարող թեմաները փորձում ենք դնել մի կողմ ու աղջկական, մենք այստեղ հաճույք ստանանք մեր զրույցից, դուք էլ ձեր օրվա ընթացքում խոհանոցում գործանելիս հանգիստ մեզ լսեք։ Այո, վայելեք։ Հենց դրա համար էլ եկել եմ Արևս։ Իրականում հա օրը սկսվում է փիսոյով, որովհետև կատուները առհասարակ իրենք օրվա մեջ 16 ժամ քնում են, բայց իրենք քնում են ընդհատումներով, այսինքն ոչ անընդհատ քնով ու ասում են, որ երբ որ դու երկար ես քնում, իրենց թվում է, որ դու էլ չես զարթնելու։ Վախենում են, որ կարող է իրենց կերակրող չլինի, բացառապես իրենց էգոիզմի հաստատման համար։ Գալիս են սկսում են քեզ քնից հանել, որ տեսնեն հն հիմա իրենց կեր տալու ես թե չէ։ Ու ինքը գայս է ինձ քնից արթնացնում է այդպես, կամ ոդքեյս տակա մտնում, կամ չգիտեմ գայս է այսպես մոտիկ դեմքից, մլավում է, որ ես արթնանամ, համոզվի, որ իրան կերակրող կա ու հանգիստ գնամ։ Հետո ես արդեն արթնանում եմ, մի քիչ ինձնով եմ զբաղվում ու հանում եմ բալիկներիս։ Հանում եմ իրենց ճանապարհում եմ դպրոց, սկզբում մեկին, հետո մյուսին ու արդեն գնում եմ գործի։ Շակ ինչքան բարի ես դու, որ թողնում ես։ Համոզված եմ երկար տարիներ չքնելուց հետո, թե քոնոնք քնող երեխա են եղել։ Մինչև հիմա քնող չեն։ Առավոտյան, այն որ պետք է մի քիչ քնես, փիսոն գալիս է ու քեզ արթնացնում է։ Դա անհավանական սեր է, կամ գիտեմ, ինչ է։ Իրականում ես շատ սիրում եմ կենդանիներին, բայց երբեք չեմ պատկերացրել, որ իմ տան մեջ կարողա փիսո ապրի, բայց իրան բերեցինք պատերազմից հետո, որպես ստրեսից դուրս գալու ինչ որ փուճուր մեթոդ, հա, ու իրան շատ սիրել եմ։ Շատ դմբալոյա, բայց սիրում եմ իրան։ Երեխեքը ոնց են վերաբերվում։ Սիրում են շատ, բայց դե երեխեքը գիտես ոնց են սիրում, այն sense ինքը ավելի շատ աշխատում է երեխեքից հեռու մնա, որ իրան գրկում են պինդ, են որ սիրելով, բայց դե մարդես էլի կարող է վնասեն այդ շատ սիրելուց, ես աշխատում եմ իրանց հեռու պահեմ իրարից, բայց քանի որ մեծացել են, հիմա արդեն հասկանում եմ, որ շատ ձիգ գրկել չի կարելի օրինակ։ Շատ խիստ ես։ Հա, Խիստ մամա ես։ հա։ Օ, ինչ հետաքրքիր է։ Տես քո Instagram-ից մենք դա այդքան էլ չենք տեսնում։ Որտեղ ես ամենաշատ արտահայտում քո խստությունը։ Նախ սկսեմ այնտեղից, ինչ ես չեմ անում, ես երբեք չեմ խփում երեխեքին։ Օ, այդ չել մտքովս չել անցնում։ Հա, որովհետև դրանից հետո ես երևի մի 3 շաբաթ ինձ պետք կգա, որ ես հետ գամ այդ իմ արարքից, դա համար ես դա չեմ կարողանում անեմ նույնիսկ։ Բայց չխայնանում եմ։ Հաճախ եմ ջրային։ Այ ասեցիր խփել ձեզ մանկության տարիներին, խփել բռնություն։ Երբեք։ Իրականում իմ papan շատ առաջադեմ մարդ է եղել, շատ։
ինքը բժիշկ էր մասնագիտությամբ, նաև 20 տարվա քունգ-ֆուի մասնագետ էր։ Ու նաև երաժիշտ էր, շատ բազմակողմանի զարգացած մարդ ա եղել պապաս։ Մամաս էլ երբևէ մեզ մատով չի կպել, շատ համբերատար։ Իսկ մամայիս ասում եմ, եթե քո հատկություններից մեկը այսպես ամբողջությամբ ուզենայի վերցնել, դա կլիներ համբերատարությունը։ Անսահման համբերատար մարդ ա մամաս։ Դե ես այդպես չեմ, ցավոք սրտի, ես շատ ավելի էմոցիոնալ ու իմպուլսիվ եմ, բայց երեխեքին հիմիկվա դու էլ մամայիս կիմանաս, հիմիկվա աշխարհում շատ դժվար է կոնտրոլի տակ պահելը ու փոքրուց իրենք պիտի իմանան կարելին եւ չի կարելի սահմանները։ Ես այդպես եմ ընկալում ու մանավանդ չեմ սիրում, որ ինչ որ վատ խոսքեր դրսից սովորեն օգտագործեն, սիրտս կանգնում է դրանից։ Ու մեկ էլ սովորել ուսման վրա եմ շատ ֆիքսված։ Իսկ ո՞րն է քո մեթոդը գոռում ես։ Նախ ասեմ, որ մամաներ լինեն ազնիվ, բոլորս էլ ունենում ենք ձայն բարձրացնելը։ Ես չգիտեմ, գոռում եմ, ինչ անեմ։ Եզակի մարդիկ են, որ կարող են, որն է, չգիտեմ, տենց նեղանալ իրենցից, գոռալ, խոսել, ինչ մեթոդներ ես, որն է աշխատում ամենաշատը։ Ասեմ շատ տարբեր են իրանք, շատ։ Արտուրիկի պարագայում ես փորձում եմ իրեն ինչպես ասեմ, շանտաժի մեթոդով ասում եմ քո սիրած խաղը օրինակ կպահեմ, չգիտեմ։ Ուրիշ մեթոդ չկա, եթե ինքը գիտի, որ իր Nintendo-ն ինքը կարող է մի քանի օր չխաղա, ինքը խելոք նստում է դաս անելու։ Այն որ ասում են negotiation skills-ս եմ զարգացրել, փորձում եմ բանակցել, եթե ստացվում է բանակցելը, ստացվում է, եթե չէ, դե երբեմն բոլորս էլ բարկանում գորգռում ենք, ինչ արած։ Երեխաների հետ այդպես է։ Չնայած էդ էլ ճիշտ չի, որովհետև հետո ես էլի ինձ վատ եմ զգում, որ երեխան կարող է վախեցավ ինձնից, դրանից սկսում եմ տառապել, բայց ինչ արած, երբեմն ստացվում է ձայնդ բարձրացնել։ Վերջերս հասկացել եմ, որ լավ աշխատում է նեղանալը։ Նեղանալը։ Հա։ Չեմ փորձել։ Ես նյարդայնանում եմ, երբ երեխեքը իրար հետ կռվում են, ես չգիտեմ քո մոտ ոնց է լինում, աստղային պատերազմներ, տղա են, չէ։ Հենց այսօր առավոտյան ընկերներս ասում եմ, երեխեք, չգիտեմ, դուք եք սայնց լարվում, երեխեքի կռվելուց ու պարզվեց, որ բոլորի մոտ դա առաջին տեղում է, այսինքն առաջինը մաման նեղվում է, ջղայնանում է, երբ երեխեքը իրար հետ կռվում են, սիրելի մեզ դիտող եւ լսող մամաներ, այս պահին մամաներին դիմենք, եթե գիտեք մեթոդ, ինչ անել, որ իրար հետ քիչ վիճեն, խնդրում եմ գրեք, իհարկե վիճել ասելով, չեմ ասում ինչ որ դա ահա որ շատ ալնում, բայց նույնիսկ եթե դա լինում է փոքրիկ, ինձ թվում է դա անձնական վիրավորանքային, որ իրանք իրար հետ կռվում են։ Իսկ ես ասեմ հակառակը, որովհետև քո մոտ միգուցե տղա աղջիկ են վիճում են, իմ մոտ սպանում են իրար։ Հա, կոնկրետ են, որ ծեծելով, ջարդելով, ղժոցներով, ուղեկցող ամեն ինչով ու ես ընկնում եմ իրանց մեջտեղը, չգիտեմ ոնց հաշտացնեմ, որովհետև եթե ինչ-որ մեկի կողմն եմ պահում, իհարկե, կասեն դու իրան պաշտպանեցիր։ Բնականաբար, հա, ու որ տղաները վտանգավոր են կռվում, դրա համար շուտ պետքա կանխել։ Ես երբեմն պուջուրին գրկում, վազում մտնում եմ սենյակ, սպասում եմ մինչև մեծս հանգստանա։ Ուղղակի իրարից սեպարացնելու մեթոդով, ուրիշ մեթոդ չգիտեմ։ Շատ, ես այսօր օրինակ ասացի, որ ես նեղանում եմ ձեզնից։ Գիտես, հələ փորձի։ Այսօր գնամ փորձեմ։ Որ իրանք հասկանան, որ դրանով մաման է, ու այդ պահին չեմ թողնում ասեն ինքը, որովհետև չէ, ասում եմ կապ չունի, որը ինչ է արել։ Եթե դուք վիճում եք, ես տխրում եմ ու դուք ինձ նեղացնում եք, հələ փորձի։ Գնամ այսօր փորձեմ։ Մամաներ դուք եք փորձեք։ Մի պահ ընդհատելով Շաքեի հետ մեր բուրըն թեմաները, ուզում եմ ֆիքսենք, որ ամենահաճելի, հարմար, փափուկ պահերը մենք իհարկե անցկացնում ենք տանը, եւ այո, մենք բոլորս արժան ենք տանը ունենալ որակյալ, շատ փափուկ, քեզ գրկող կահույք, իսկ այս պահին հենց այդպիսին է Նատուցի բազկաթոռը, որը մեր հաճելի զրույցի կարևոր կետերից մեկն է։ Ինչ է ուզում ասել, գնացեք մեկ կահույքի սրահ, 30 տարուց ավել այս խանութը կա ու ներկայացնում է ֆանտաստիկ բրենդեր, այդ բրենդերը ներկայացնում է ոչ թե պարզապես մի քանի կտոր ունենալով, այլ այդ ընկերությունների հետ բազմամյա կապ ունենալով, հնարավորություն տալով մեր հայ հաճախորդներին պատվերներ հաճախ իրականացնել հենց մի անգամից գործարան ու Իտալիա, ու ընդհանրապես գնացեք մեկ կահույքի սրահ, այնտեղից վերցրեք գնեք այն կտորները, որոնք ձեր տան են եզակի րոպեները, ժամերը հանգստի կդարձնեն ավելի լիարժեք։ Ես ինտերիերի խելագար եմ, սիրահար եմ ու մեկում հայտնվելով մտածում եմ ամեն անգամ, որ այստեղից ամեն ինչ ես սիրով հենց հիմա կտանեի տուն։
Շագ ես տեսնում եմ, որ դու ինչքան էլ զբաղված լինես, քեզ համար կարևոր է քո խոհանոցը, երեխեքի սնունդը, երեխեքի խմբակը, դասը եւ այլն, այսինքն դու այդ գեր ուշադիր մաման ես, հա, նաեւ այդ մամայական չաթերում են առաջի արձագանքողը։ Ես այսպես բնութագրեմ ինձ, ես այդ anxiety ունեցող մարդ եմ, անհանգստություն ունեցող։ Ես կարողա օրվա վերջում պարկեմ քնելու, ասեմ տեսնես որ ես բառը ասեցի, ընկերուհիս կարողա սխալ հասկացավ, նեղացավ, ու այս ամբողջ գիշեր կարամ տվայտվեմ այդ մտքից, առավոտ զանգեմ, ասեմ, կարողա նեղացել ես ինձանից, ինքը ասի, ինչի համար, ինքս նույնիսկ չել ֆիքսել։ Չել հիշում ինչ ա եղել։ Ես տենց մարդ եմ, ես փորձում եմ ամեն ինչը, այդ գերազանցիկի սինդրոմով տառապող մարդ եմ, ու երեխեքի նկատմամբ էլ, հա, ես առաջինը արձագանքում եմ չաթում, եթե ինչ-որ մի բան են չի, երևի թե առաջիններից, ու երեխաների հետ կապված չափից դուրս ֆիքսված եմ եւ իրանց առողջության վրա, եւ իրանց սովորելու վրա, այդպիսի մամա եմ։ Ես հասկանում եմ, որ դա ինձնից է տանում, միգուցե առողջություն, չգիտեմ, տարիներ, բայց այդպիսին եմ ու ես իմ կյանքում համոզվել եմ մի եզրույթի շուրջ համոզվել եմ, որ մարդիկ չեն փոխվում։ Ինչքան էլ ես փորձում եմ ինձ ասեմ, լավ, մի րոպե հանգիստ, բան չկա, դե հիվանդացել են ոչինչ, հիմա մի քիչ փոխվել եմ ավելի սկզբի հետ համեմատ, բայց միևնույնն է սիրտս նույն կերպ այդ ամեն ինչը տանում։ Ես շատ չեմ փոխվել հաստատ։ Շակ ես առաջ մտածում եմ, որ բժիշկների դեպքում գոնե այդ մի բանը լավ է, որ իրանք ավելի հանգիստ կլինեն բժշկական թեմաների շուրջ, առողջության հարցերում, բայց հենց քեզ տեսնելով ու մեծ հարազատելի մարդկանց տեսնելով բժիշկ որ տեսնում եմ դուք նույնիսկ կարող է միջին վիճակագրական մարդուց ավելի անհանգիստ եք, այն որ հույս չեք նշնչում, ձև չկա պայքարելու, որտեվ ես էլ եմ, ես գիտես, որ այդ վախկոտ տեսակն եմ, որ եթե մի բան կարողանայի փոխել, դա կլիներ, որ չվախենամ այդքան առողջական թեմաներից, ձև չունենք փոխվելու։ Ճիշտ հակառակն ենք մենք իրականում, մանավանդ, որ մեր բաժին գալիս է հարազատ մարդ, մենք սկսում ենք տվայտվել ամբողջ ուժով, թե այդ սկանը մի քանի վայրկյան, որ անցնում է, մենք տեսնում ենք ներքին օրգանները, հա, ինչ վիճակում են, այդպես շունչ ենք քաշում, սենց ենք լինում, որովհետև իրական շատ դժվար է։ Չեմ կարող սահմանումը տալ, թե որ հարցերում եմ ես, այսպես ասած, մի փոքր կարծրացել, եւ որ հարցերում չէ, բժշկական առումով, բայց կա պահեր, որ ես շատ հավաք եմ ու հանգիստ։ Հա։ Հա։ Շատ հավաք ու հանգիստ, բայց կան հարցեր, որոնք որ ես հասկացել եմ երեխաների հարցում մենակ իմ չէ, բոլոր։ Ես չեմ կարողանում նույնիսկ վատ բան լսել, որ ինձ պատմում են, ասում մի րոպե ստոպ ինձ մի ասեք, ես չեմ կարողանում դա մարսել։ Բայց մեծահասակների հարցում ավելի հանգիստ եմ սկսել տանել շատ բաներ։ Օրինակ COVID-ի շրջանը կհիշես։ Մեր կլինիկայում միակ բաժինը, որ աշխատում էր, դա մեր բաժինն էր, ու այդ ընթացքում այնքան բան ենք տեսել ու բացահայտել պատահական, օրինակ բազմաթիվ թոքի քաղցկեղներ ենք հայտնաբերել զուտ թոքաբորբը արձանագրելու համար, երբ որ կատեն արել ենք, տեսնենք, որ այս մարդը թոքում խնդիր ունի, խաբարել չի, տեղյակել չի։ Այսինքն COVID-ի միակ լավ կողմերից, որ ավելի շուտ են որոշ մարդիկ իմացել, հա։ Միգուցե հա, դիագնոստիկ առումով մեզ բավականին շատ ինֆորմացիա տվեց եւ շատ մարդկանց բնականաբար օգնեցինք, շատ մարդկանց կյանք նույնիսկ փրկվեց, շատ համակարգչային շերտագրում իրականացնելու հետ կապված, բայց միանշանակ դա ճառագայթի իր դոզան էլ ուներ, որը որ այդքան էլ ցանկալի չէր, բայց այդ դեռ տարիներ անց կհասկանանք, թե ինչ տվեց մեզ։ Շակ տան թեման փակենք, հետո գանք արդեն նաև այս ոլորտ։ Ֆիքսենք, որ այն ինչ որ խոսում ենք, այն ինչ որ դու անում ես երեխեքի հետ կապված եւ այլն, դու դա անում ես մենակ։ Այո, դու դա անում ես մենակ։ Ու ես անընդհատ զարմանում եմ, հիանում եմ հայ կնոջ տեսակով, որ անում է այդ անվերջությունը, բայց նաև ինքը սիրուն է, խնամված է, թիթիզ է, էներգիան տեղն է, այսինքն անել շատ գործ, այդ ոնց որ մամայիս գալիս է պահը բոլորը անում են, բայց շարունակել մնալ կայծով կանացի, այդ շատ դժվար է։ Ոնց ես այդ պահը անում, լինում է պահ, որ սնծեն, որ ասում ես վերջ եմ, որ այստեղ չեմ քանդելու մազերս, պիժամաս չեմ հանելու, ով այն մարդ, ովքեր են այն մարդիկ, ինչն է պատճառը, որ դրանք հանում ես, որ մի հատ կոկտեյլի դուրս գանք։ Ինձ հարց է տալիս մարդ, ով նույն կարգավիճակում է։ Իրականում մենակ չեմ, մամաս միշտ կողքիս է ու բնականաբար դայակ ունեմ նաև, ով ինձ օգնում է,
որովհետև այլ կերպ անհնար կլիներ, որ ես աշխատեի, որովհետև միշտ չի որ երեխաները դպրոցում են, երեխաները հիվանդանում են, տանն են մնում եւ այլն եւ Շատ, բայց հոգեբանորեն դու ես ու երկու երեխայի ամբողջական պատասխանատվությունը։ Հա, հոգեբանորեն, հա, նման բան կա։ Հա, այդ շատ ավելի բարդ է, քան ֆիզիկապես երեխաներին նայելը։ Հա, իրականում կա նման բան։ Չգիտեմ, երևի թե էլի իմ այդ անհանգիստ լինելու բնավորությունն է, որ ես իրականում չեմ կարող ասեմ, «Ոյ դե լավ, այսօր սենց մնամ, օքեյ է», չեմ կարողանում։ Որ զարթնեմ, պիտի արդեն մի հատ մազս սանրեմ, ամոթա մի հատ պոչ կապեմ, գոնե մի հատ, չգիտեմ, հոնքերս ուղեմ, որովհետև դեմքիս ամենաարտահայտիչ մասը դա է։ Չգիտեմ, երևի թե ես շատ ուզում եմ, որ իմ երեխաները տեսնեն իրանց մամային գեղեցիկ, իրանց մամային առողջ, միշտ խնամված։ Ես ուզում եմ, որ իրենք կնոջ կերպար, իրենց մեջ ձևավորեն ճիշտ, որ կինը պիտի լինի իմ կարծիքով էս, որ տղայի մեջ դու ցույց ես տալիս, որ կինը հաճելի է որ խնամված լինի։ Իմ կարծիքով այդպես է։ Շատ լավ բան ես ասում, արի ես ուզում եմ հենց քո կենացը խմել, գիտես։ Մեր հայ կանանց կենաց արի խմենք, ես առաջարկում եմ խմենք ուրեմն տակառի կանգունով, կանգունը մեր ամենահայտնի սորտն է եւ կաղնու տակառներում հնեցումա տեղի ունենում եւ գալիս է մեծ հասնում սպիտակ այս համով գինին տակառի կողմից։ Ես սիրում եմ մի քիչ սառը, սպիտակ գինի միշտ ունենալ սառնարանում, փրփրուն ու սպիտակ։ Գիտես ինչն է հետաքրքիր, որ կարող է ամիսներով մնա այդ գինին, բայց ես սիրում եմ իմանալ, որ այնտեղ կա ու եթե կան ընկերուհիներ, մենք վարկենական կարող ենք բացել։ Մենք մի կարծիքի ենք իրար հետ։ Կենացդ։ Շատ գիտես, ուզում եմ հարց տալ բացել թեմա, որը եթե կուզես ինձ ստոպ կտաս, բայց ուզում եմ ինչու, որովհետև գիտեմ, որ մեր իրականությունում շատ են աղջիկներ, կանայք, ովքեր դիմանում են ու երկար ձգվում է process, որը իրանց ցավացնում է։ Խոսքը ամուսնալուծության մասին է։ Ես հիմա նայում եմ քեզ ու ես տեսնում եմ հերթական անգամ ինչքան ուժեղ սիրուն կայացած ու իր բալիկներին տեր կանգնող մամա է։ Ու այսինքն դժվարը անցնում է, չէ՞։ Իհարկե։ Ես կասեի, այ հենց այդ դժվարն է անցնում, բայց այն դիմանալու դժվարը չի անցնում։ Որ հա դիմանաս, դա չի անցնելու միևնույնն է։ Բայց երբ որ դու հասկանում ես, որ կան բաներ, որոնց պետք չի դիմանալ, իմաստ չունի դիմանալ։ Բայց ո՞րն է այդ պահը, էլի հետաքրքիր է, որ մարդ ամեն մեկի մոտ երևի տարբեր է, չէ՞ այդ պահը։ Ինձ համար արդեն չդիմանալուն դա տոտալ անտարբերությունն է, որ անընդունելի է ըստիս ամուսնական կյանքում։ Մենք իրար շատ նորմալ հարաբերությունների մեջ ենք, շատ ցիվիլ, ես ասեմ, որ ինքը շատ կիրթ անձնավորություն է։ Կարևորը կապը երեխաների հետ կա։ Այո, անպայման, այո, երեխաները բացարձակ չեն տուժել դրանից, ես էլ չեմ տուժել, ես նույնիսկ շատ ավելի հանգիստ եմ հիմա, ու ըստիս նման բանին դիմանալ երեխաների նյարդային համակարգի եւ քո անձնական նյարդային համակարգի հաշվին իմաստ չունի։ Ավելի լավ է դուք այս որոշ պահից ձեր ճանապարհները առանձնացնեք, քան թե տանջվեք, տվայտվեք, երկուստեք։ Եվ շատ հաճախ այդ դիմանալը միայն կնոջ նյարդերը ու էմոցիաները չեն, այդ դիմանալը նաև վեճեր են, կռիվը, բարձր տոններ, ու այդ ամեն ինչը հենց երեխեքն են տեսնում շատ հաճախ։ Հենց դա, ես երբեք բարձր տոն մեր տանը չի եղել, որովհետև ինքն էլ շատ հանգիստ մարդ է, ես կամաչեմ տղամարդու մոտ տոն բարձրացնեմ, դա մեր ընտանիքում ընդունված բան չէ։ Ես ամեն ինչը սիրում եմ հանգիստ տոնով, իրահունով տանել, այնպես որ, չգիտեմ, չարժի հաստատ դիմանալ, ու մի բան էլ ասեմ, որ իմանում են մարդու կյանքում նման բան է եղել, ինձ հաճախ դրսում որ տեսնում են ծանոթներս, ո՞նց ես։ Եմ որ ուզում եմ ասեմ, ինչ կասեք, լավ եմ, ապրում եմ, շնչում եմ, ուտում եմ, խմում եմ։ Շատ գիտես ինչ է թվում, ինձ թվում է հայ կինը հիմնականում, ում որ մենք ենք ճանաչում, ես չգիտեմ, ուղղակի բաժանվող չի, նենց հետաքրքիր է։ Իմ շրջապատում շատ են ամուսնալուծված կանայք, բայց նրանցից ցանկացածը արդեն վաղուց այս պահն է եղել, որ դանակը ոսկորին նոր բաժանվել է։ Այսինքն հայ կինը հիմնականում
այնպես չի, որ sense մի հատ խնդիր եղավ ու բաժանվեց ու այդ դեպքում, երբ որ դու արդեն գնում ես դեպի ամուսնալուծություն, ուրեմն դա այն պահն է, որ դրանից հետո քեզ հետ սկսելու ես հետ գալ, էներգիադ հետ բերես, տրամադրությունը տեսքդ հետ բերես, էլի։ Ես խոսում եմ հասուն կանանց մասին, որովհետև ես մտածում եմ, որ լինեն մարդիկ, ովքեր կգրեն, որ ամուսնալուծություններ շատացել են, շատերը հենց առաջին տարվա ընթացքում են բաժանվում եւ այլն։ Ես այդ պատմությունները չեմ քննարկում, ես քննարկում եմ, երբ որ տարիներ միասին ճանապարհ անցնելուց հետո է գալիս ամուսնալուծությունը, գիտակցված։ Ես մի բան կասեմ, որ ամուսնալուծությունը երբեք լավ բան չի։ Ու ես դրա մասին աշխատում եմ չխոսել, որպեսզի հանկարծ չստացվի, որ ես օրինակ եմ ծառայում։ Ընտանիքը ինձ համար սուրբ բան է, սուրբ։ Ու դա պետքա հնարավորինս կարողանաս պահել։ Ու ամեն նեղանալու համար հաստատ չարժի ամուսնալուծվել։ Բայց եթե նույնիսկ դա եղել է ձեր կյանքում, սիրելի կանայք, դա աշխարհի վերջը չի։ Դա չի նշանակում, որ ձեր կյանքը ավարտվեց, վերջ։ Ես կոնկրետ ես իմ երեխաներով եմ ապրում, ես իմ աշխատանքով, իմ ընկերներով, իմ սոցիալական կայքում ծավալած աշխատանքով ես ինձ շատ ամբողջական, շատ կայացած, շատ սիրված մարդ եմ զգում։ Եվ այստեղ շատ մեծ դեր ունի մասնագիտությունը, այնպես որ ինքնակրթվելը շատ կարևոր է ինքնուրույն լինելու համար ու նաև ընտանիքի աջակցությունը։ Անխոս, դա երևի թե առաջին հերթին է, իմ մորաքույրը Հրանուշը, մամաս, քույրիկս բոլորը իմ կողքին են եղել ու բոլորին անչափ շնորհակալ եմ դրա համար ու ելի եմ ասում, քանի որ մեր մեջ թշնամանք չկա, դա եւս շատ օգնում է։ Գիտակցված որոշում։ Գիտակցված երկուստեք որոշում է, որը որ չի եղել ինչ որ տենց շատ դաժան իրադրության պատճառով, չէ, ուղղակի հասկացնենք, որ այս պահից արդեն ավելի լավ է չլինի, քան թե տանջանք տառապանքով լինի, այսպես բնութագրեմ։ Շակ խոսացիր մամայից մորաքրոջից, ձեր ընտանիքի մասին, որ ես ցենց հիշում եմ, մտածում իմ համար տենց անverջ ուժեղ, խարիզմատիկ կանայք են, ու ես եթե փորձեմ հասկանալ ձերոնցից, քեզնից, դուք բոլորդ ով է ամենա վառ աստղը չեմ կարող ասել, որովհետև մեկից ավելի շատ այդ որ գենն է, այդ ում գենն է, որ դուք այդպես կերպարներ եք։ Շնորհակալ եմ, արևս, մենք փոխադարձ ես ասեմ, որ մենք ընտանիքներով շատ մտերիմ ենք։ Εμեր փոքրուց տեսել եմ Արամի ծնողներին, մեր ոնց որ պապիկս էր ասում մեր տան երեխեքն են։ Այո։ Չգիտեմ ոնց բնութագրեմ, բայց իրականում ինձ համար մեր ընտանիքի այսպես ամենահզոր այսպես կերպարը պապիկս է եղել։ Պապիկս փիլիսոփայական գիտությունների դոկտոր է եղել, Քյավառի համալսարանի հիմնադիրն է եղել, 2 մետրանոց, կապույտ աչքերով, մուգ մազերով, շատ խարիզմատիկ կերպար, շատ։ Ու պապիկիս կյանքի սերը տատիկս հակառակ այդ 2 մետրանոց մարդուն տատիկս շատ ցածրահասակ է եղել, թխամաշկ, մուգ մազերով, բայց իրանք իրար գժի պես սիրում էին ամբողջ կյանքը ու երևի թե այդ սերն է ծնել նման ուժեղ գենով կանանց եւ նաեւ քերուս մասին չեմ կարա չնշել, քերս շատ հզոր մարդ է, իր 2 տղաները, իր աղջիկը, չգիտեմ, երևի թե ինչ որ մի գեն կա, որը որ իսկապես ուժ էներգիա տվել է մեզ ու դեռ փոխանցում ենք դա այսպես սերունդ։ Շակ օրինակ նստած եք այտենց դուք ձերանցով ու ձեզնից ինչ որ մեկը նեղացրել է։ Այ ով է ձեր միջին ամենակատաղ են որ sense մի անգամից արձագանքով ոնց էլի մեր երեխուն մեզնից մեկին։ Իսկ հիմա Հրանուշը։ Որովհետև Հրանուշին ես վստահ եմ, ով որ այս երիտասարդ սերունդը արդեն շատ չի տեսել։ Դժվար է այդ պատկերացնում, բայց երևի երիտասարդ սերունդը։ Ես երբեմն ասում են, ով, ասում եմ դե լավ, հիմա ինչ ասեմ, չգիտեմ, մեր սերունդը միանշանակ գիտի ու իրեն երբ որ տեսել են որպես քաղաքական գործիչ, ինքը միշտ տպավորություն է թողել այսպես սարդ մարդու, հանգիստ։ Էմոցիաներ առանձնապես չի արտահայտում, բայց ճիշտ հակառակն է։ Եթե Հրանուշը իմացավ, որ իմ Արմանի օրինակ, չգիտեմ, մատը կտրվել է, Հրանուշ այդ ամբողջ օրը կամ զանգելու է հարցնի, ո՞նց է երեխու մատը կամ 5 րոպեից մեր տանն է հայտնվում։ Հələ բեր տեսնեմ երեխուն ինչ եղե։ Գեր էմոցիոնալ մարդ, ով որ չի հանդուրժի, որ իր սիրած մարդուն նեղացնեն, կապ չունի ով։ Ու չափազանց արդարությանը ձգտող մարդ, չափազանց արդարությանը թույլ չի տա իր կողքին ինչ որ սխալ բան տեղի ունենա։ Եվ բոլորդ հռետորեք։ Բոլորդ միջև վերջտեղ հասնող։ Գիտես, հաճախ մենք ականատես ենք լինում, որ պաշտոնից հետո, բուռն աշխատանքային գործունեությունից հետո
դա չունենալով մարդիկ շատ վատ վիճակում են հայտնվում ու Կոտրվում են։ հաղթում են այն մարդիկ, ովքեր ըստ իրավիճակի շարժվում են առաջ, այսինքն Արմանի մատը ճղվել է, դրա վրա ենք այսօր ֆիքսվում։ Տիկին Հրանուշի դեպքում դու ինձ կողքից որ նայում ես, ո՞րն է իր մեթոդը, որտեվ ինքը տենց ամբողջ կյանք աշխատած մարդ է։ Հրանուշ ինձ միշտ ասում է դու իմ աղջիկն ես։ Մենք իրար շատ նման ենք բնավորություններով ու Հրանուշը ես չտեսա պահ, որ ինքը կոտրվի։ Ես մի անգամ եմ իրան կոտրված տեսել, դա հոկտեմբերի 27-ի օրն էր։ Ես իմ մորաքրոջը այդ վիճակում չէի տեսել երբեք։ Դրանից այն կողմ ինքը սարել չասեմ լեռան պես ձիգա ու մամաս էլ այդպես։ Ինքը ունի բազմաթիվ գրված հաստափոր գրքեր, բազմաթիվ։ Հիմա էլ է գրում։ Հիմա էլ է գրում ու հենց այդ պաշտոնից դուրս գալուց հետո շատ ավելի ակտիվ այդ գործունեությունը սկսեց։ Ինքը մեր ակադեմիայում է դասավանդում, Քյավառի համալսարանում է դասավանդում, այսինքն այդ մարդը չի կարողանա հանգիստ նստի, ասի դե լավ, ես տարիքս արդեն այնպեսին է, որ վայելեմ կյանքս ուղակի, չգիտեմ, քրոջս բալիկներին, թոռներին եւ այլն։ Չէ, ինքը իր գործունեությունը միևնույն է ծավալում է։ Ու դրանով ինքը լցնում է իրեն ու ես իրան լրիվ հասկանում եմ։ Այնպես որ չգիտեմ, ինքը չի կոտրվել միանշանակ։ Շակ մամայի հետ ինչ թեմաների շուրջ եք վիճում։ Մամայի հետ դե քանի որ մենք աշխատում ենք նույն կլինիկայում, մաման իմ տնօրենն է, երբեմն դե ես էլ որպես մենեջեր, երբեմն լինում են որ տարակարծություններ, որ սկսում ենք վիճել իրար հետ, ես ասում եմ մամ, այս դեպքում sense պիտի լինի, ինքն էլ մամաս տոտալ մամա է, ամեն ասպարեզում, բոլորի հանդեպ, նույնիսկ աշխատակիցներին ինքը չի կարողանում այդ իր մամայությունը դնել մի կողմ։ Ինքը չափազանց սրտացավ է բոլորի համար։ Դու պլախոյ կոպացվածն ես։ Չգիտեմ։ Ճիշտն ասա։ Ոչ միշտ, նույնիսկ այդտեղ մամաս չի թողում, ասում է դու մի խառնվի, դու լավ կերպարես, մի քեզ ոնց որ խառնի այն գործի մեջ, որ կարողա քեզ դրա համար չսիրեն։ Բայց ես էլ ոնց որ Հրանուշից վերցրած այդ արդարության ձգտումով, sense երբեմն լինում է որ աշխատանքային թեմաներով վեճել չասեմ, ուղղակի բանակցում ենք իրար հետ որոշ հարցերի շուրջ ու ասեմ, արև որ այդ բանակցությունների վերջում իրականությունը ծնվում է։ Այդ բանակցությունը, այո, անհրաժեշտություն է ուղղակի։ Ես շատ սիրուն վայրում եմ Grohe Center Armenia-ում։ Այստեղ ամեն ինչ Grohe-ի մասին է։ Կարելի է տեսնել, շոշափել, փորձարկել։ Ուրեմն 25 տարի առաջ, այո, 25 տարի առաջ Reginox ընկերությունը դարձավ Grohe-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Ցնցուղներ, ծորակներ, լվացարաններ, զուգարանակոնքեր, տարբեր աքսեսուարներ։ Այստեղ է նաև Grohe Spa-ն, միակը Հայաստանում։ Ու ընդհանրապես նման շոուրում տարածաշրջանում չկա։ Grohe Spa ոչ միայն ֆունկցիոնալ տարածք, այլ հանգստանալու, վերալիցքավորվելու վայր, հենց ձեր տանը։ Մերսման էֆեկտով ջուր, ջրի օգտակարություն, լույսեր, երաժշտություն, լավ, այս ինչ է։ Եվ մինչ դուք վայելում եք տանը ձեր սպան, ընտանիքի անդամների համար կարող եք հանգիստ լինել, նրանք կխմեն ֆիլտրված ջուր։ Իսկ ձեր թեյնիկը կարող եք ինչ-որ մեկին նվիրել, որովհետև դուք դրա կարիքը էլ չունեք, ծորակից գալիս է եռացող ջուր։ Հանքային էլ կարող եք չգնել, կրկին ծորակից է գալիս։ Իսկ եթե ուզում եք շարունակել զարմացնել ձեր տան անդամներին, վերցրեք այս ցնցուղը, որը ջրի հետ փրփուր է տալիս։ Ու այս ամենը Sayat Nova 37 հասցեում, հետո արդեն ձեր տանը։ Շակ իսկ մասնագիտական ինչ նպատակ ունես, որն է վերջին նպատակը, ցանկությունը, երազանքը։ Ցանկությունս, երազանքս, որ իմ մասնագիտական ցանկացած գիտելիք ես կիրառեմ իմ երկրում, հանկարծ դուրս չգնամ, որից միշտ սարսափում եմ այդ մտքից, որ ես կարողա ուրիշ երկիր գնամ։ Իսկապես երազում եմ դեռ որ մնամ իմ երկրում, իսկ մասնագիտական վերապատրաստումները անընդհատ են։ Ես դա տեսնում եմ։ Նոր եմ վերադարձել Խորվաթիայից, ինձ շատ դուր է գալիս կրծքագեղձի MRT-ն, շատ, այսպես ես տարվել եմ դրանով։ Ինչ հետաքրքիր է, չէ՞, հնչում, ինձ շատ է դուր գալիս կրծքագեղձի MRT-ն։
Եվ բոլորս սարսափում են։ Կրծքագեղձի ցենքով ոչ մի բառ չհասկացանք, չէ՞։ Հա, չէ, ես հետազոտության մեթոդների մեջ իմ համար համակարգչային շերտագրումը այդ բազան է, ու ես դրանով եմ դարձել բժիշկ, իդեպ քո տեքրոջ շնորհիվ։ Իմ շատ սիրելի Հովհաննեսը, հա, ով իրան գիտի անհնար է իրան չսիրել ուղղակի, չգիտեմ, ես իրապես մարդ չեմ տեսել։ Ես միշտ ասում եմ, որ երբ ասում են բժիշկ, հա, այո, իմ համար ինքն է։ Այո, մեր անկախ տարիքի ծերից չկա մարդ, ով իր հետ մեկ վայրկյան առնչվում է ու չի հիանում, ու չի ասում, որ իր նմանը չկա։ Ես հիշում եմ, ես մեր Անին, Անի Խաչիկովնան հայտնի, ես որոշեցի, որ իր հետ զբաղվելու եմ մամոգրաֆիայով, կրծքով, մենակ դա։ Ու հետո մի օր մաման ասեց, կատեի սարք եմ բերում, որ հովոն աշխատի վրան, բան, ես լսի, ոչ լավ, բան ընտիր կլինի։ Ու մեկ էլ տենց օրերից մի օր, դե հովոն էլ էր աշխատում մեր հետ կրծքագեղձի բաժնում, եկավ ասեց, դե կատեն եկել է, ես իջնում եմ -1, ես շատ տխրեցի, որովհետև մենք միասին էինք անընդհատ, ասի դե ոնց կլինի տենց բան, ասեց, դե ոնց կլինի, դու էլ հետս ես գալիս, ասում եմ ոնց հետդ եմ գա, չէ, ասում ես չեմ կարա, ասում եմ ոնց չես կարա, ես քեզ կօգնեմ, դու կդառնաս կատեի բժիշկ, իմ համար դա մի հատ շատ մեծ դաշտ էր, որ ես վախենում էի, նույնիսկ մտածի որ կարող եմ մտնել այդ դաշտ, որովհետև մենք նկարում ենք գլխից մինչև ոտքեր, ու իմ համար դա վախենալու էր, մենակ կրծքից հետո ես մտածում էի չեմ կարող, բայց ինքը նախ փայլուն գիտելիքների տեր մարդ է, բժշկությունից դուրս եւս, բայց ինքը ինձ իրոք դարձրեց բժիշկ ու ես ուղղակի սիրահարվեցի այդ մասնագիտությանը, որ մտածում եմ երբեք չի ստացվի մոտս, հույս ունեմ հովոյի սպասումները արդարացրել եմ ու մենք մինչև հիմա իրար հետ այդ բաժնում աշխատում ենք։ Շատ շնորհակալ եմ եւ իրան եւ Անեին ինձ բժիշկ կերտելու համար։ Շատ ինչ լավ է, որ խոսում ես դրա մասին, այնքան հաճելի է, որ մարդ այդ պատմությունը իր պատմելիս ֆիքսում է մարդկանց, ովքեր դեր են ունեցել։ Ես անչափ շնորհակալ եմ, ճիշտ է, Հովոն իմ եղբայրն է, Անեն իմ քույրիկն է, բայց ուսուցչին պետքա շնորհակալ լինել։ Ու ինչն է կարևոր, որ այդ մարդիկ կարողանում են սովորեցնել, որովհետև շատ մարդիկ չեն ուզում իրենց գիտելիքը փոխանցել։ Ու դա ինձ համար պաթոլոգիկ բան է։ Չեն ուզում, չեն կարողանում, հավես չեն անում, հա։ Շատ նենց հաճելի է, որ կա Հայաստանում հայ-ամերիկյան կենտրոնը, բժշկության կենտրոնը, որտեղ մենք գնում ենք տարին մեկ անգամ։ Այո։ Եվ օգտվելով առիթից խնդրում եմ կոչ եմ անում Շաքեն էլ շատ հաճախ իր սոցիալական ցանցերը օգտագործում է դա ասելու համար, որ բարբերաբար պետքա ստուգվել։ Ես արդեն ինձ թվում է այնքան եմ այդ թեմայի վրա կենտրոնացել միգուցե ես իմ հետ համագործակցող, չգիտեմ, լուսանկարիչ, օգնող, բոլորին անդադ ասում եմ, երբ ես ստուգվել վերջին անգամ վերցնում եմ այց, որովհետև եթե նույնիսկ ձեր շրջապատում կան մարդիկ, ովքեր չեն սիրում, շատերը կանոց չեն սիրում, դուք իրանց համոզեք։ Հա։ Իհարկե գիտես, տենց այն օր Անի Խաչիկովնային էի միտեղ տեսել, շատերը ճանաչում են, կրծքագեղձի ֆանտաստիկ, չգիտեմ, ինչ ասեմ Անի առաջիններից Հայաստանում։ Ու այն էի ասում, որ երբ զանգում ես գրանցվես Անի Խաչիկովնայի մոտ, ասում են, այո, 2034 թվականի փետրվարի 6-ին ժամը 4:20 տեղ ունենք։ Լրիվ այդ պատմությունն է, որովհետև քույրս վերջերս անդադ ասում էր, դե կզանգեմ կգրանցվեմ, ասում էի չի ստացվելու ու զանգել էին տենց ինչ-որ 27 թվի ավարտ էին ասել։ Հա, Խաչիկովնան այդպիսի հերթերի տեր է եւ իրան եւ որպես մարդ են շատ սիրում, որովհետեւ շատ սրտացավ է եւ բնականաբար որպես մասնագետ, որովհետեւ մամոգրաֆիան հիմնադրվել է Հայաստանում 97 թվականին ու այդ ժամանակվանից Անին աշխատում է։ Դե պատկացեք ինչ, ես իրան ասում եմ դու AI ես, այդքան արդեն machine learning ես արել ու դու այդ ամեն ինչ այնքան ես տեսել, որ իսկապես Շակ, որպես կին, աղջիկ, քեզ ամենաինքնավստահը երբ ես զգացել կամ զգում։ Ինչ հետաքրքիր հարց էր։ Ես քեզ հիշեցի մեր հարսանիքին, դու ես շատ նիհարիկ, շատ երիտասարդ, իր տեսակով, բայց եթե ես տեսնեի միայն այդ օրը ու քեզ այսօր, դու այսօր իմ համար այնքան սենց քո շերտերով, քո կանացի գրավչությամբ, այ երբ դու հասկացար, որ դու այդ ռեսուրսը ունես։ Շատ հետաքրքիր հարց ես տալիս, դե ինձ թվում է դա տարիների աճի հետևանք է, երբ որ դու սկսում ես քո վրա շատ աշխատել, իդեպ ես ասեմ, որ ես նույնիսկ իմ խոսքի վրա եմ շատ աշխատել, որովհետև մեր Նազենին ինձ մի անգամ ասեց, շատ հետաքրքիր բան ես խոսում, բայց շրթունքները չես շարժում ու հետաքրքիր չի դառնում մասնագիտական նկատառում։ Ես ասի, ինչ հետաքրքիր բան ասում ու գնացի տուն,
այդ օրը հայլին դրեցի դիմացես ու զգացի, որ ես այսպես եմ խոսում։ Ու հասկացա, որ դա երևի թե ավելի շատ ամաչելու հետևանք է, որ ես միգուցե տեսախցիկից նույնիսկ հեռախոսից կարող եմ մի քիչ քաշվում եմ, ու ես սկսեցի իմ խոսքի վրա շատ աշխատել։ Հայլու դիմաց իհարկե դժվար է խոսելը, որովհետև դու քո բոլոր թերությունները տեսնում ես, բայց երևի թե այդ ընթացիկ աշխատանքներն էր։ Ես շատ կարդում եմ մասնագիտական գրականություն, ես շատ սիրում եմ տիեզերքը ուսումնասիրել։ Հա, բայց տիեզերք ուսումնասիրելը կանացի vibe-ի վրա այդքան չի Ես ազդում։ կանացի vibe-ից վրա չեմ աշխատել։ Դու նաև կարող ես սոցիալական ցանցերը։ Երևի, հա, ի նկատի ունեմ, ես պապայից եմ դա տեսել, ինքը բազմակողմանի զարգացած մարդ էր ու ես իհարկե իր կարողությունները չունեմ, բայց փորձում եմ իրապես լինեմ։ Երևի թե դա է մարդուն բազմաշերտ սարքում, չգիտեմ։ Ու իսկ այդ կանացի էներգետիկան երևի մամայից եմ ժառանգել։ Օ, մաման ունի դա Հայտարարք ուժեղ։ Կողքի փողոցից այդ էներգետիկան գալիս է։ Ես մամային ասում եմ, մամ, որ դու այսպես մտնում ես ինչ-որ տարածք, որտեղ ընդունենք 300 մարդ կա նստած, բոլորը նայելու են քեզ։ Հա։ Ինքը այդ դաշտը ունի։ Հույս ունեմ ես այսպես մի քիչ կողքից Շատ վերցրել եմ ինձ։ Շատ։ Շակ այդքան ուզած չուզած, հա, վատ кейսեր տեսնելով, ուսումնասիրելով եւ այլն, այ երբ գալիս ես տուն, ո՞նց է էլի դուք բժիշկներդ սովորում այդ սահմանը դնել։ Թե չի ստացվում։ Չէ, ստացվում է։ Չգիտեմ ոնց է ստացվում։ Այն շատ երիտասարդ ժամանակներս, որ տեսնում էի հենց երիտասարդ աղջիկներ, որ ունեն այդ խնդիրը, ես գալիս էի տուն ու տառապում էի, բայց հետո մի պահից հետո հասկացա, որ եթե բոլորի խնդիրը վերցնես քո վրա, դու ինքդ խնդրի տեր կդառնաս, այսպես ասեմ։ Ու մանավանդ երեխա ունենալուց հետո իմ մոտ դա շատ փոխվեց, որովհետև ես հասկանում էի, որ այդ փոքրիկ էակը հոմեղավոր չի, որ դու ցավոք սրտի վատ кейսերի հետ ես շփվել։ Ու իմ մոտ այսպես դուրն է հանդիսանում, հա, sense ոնց որ սիմվոլ, տանդուրը։ Հա, ես մտա, ես էլ բժիշկ չեմ։ Ես մտա, ես մամա եմ, ես խոհարար եմ, չգիտեմ, երեխեքի ուզած ցանկացած բան եմ, բայց էլ այդ кейսի հետ ես աշխատում եմ չառնչվեմ։ Ու այդ դուրը ինձ համար sense մակրող մի հատ սիմվոլ հանդիսացավ, ես այդպես որոշեցի, որ դրանից հետո վсё, ես էլ ուրիշ բանի մասին չպետք է մտածեմ։ Նույն հա բլոգեր եմ, չգիտեմ, այսպես ավելի փորձեմ թեթև կյանքս տանել, հա, երբ որ տուն եմ գալիս։ Ու այդ օգնում է, միանշանակ օգնում է։ Գիտես, նոր մտածեցի, որ երբեք չեմ լսել, որ հոգեբանական պատրաստվածություն անցնեք բժշկական համալսարանում ու երևի միգուցե աշխարհում էլ չկա, բայց այնքան կարևոր է։ Արև շատ լավ հարց ես տալիս ու ես միշտ որտեղ որ կարողանում եմ պատմում եմ սրա մասին։ Ես public health ավարտեցի ես վերջերս մի Ամերիկյան համալսարան։ Չէ, ես ազգային ինստիտուտին ավարտեցի ու շատ գոհ եմ իդեպ, ասեմ։ Վերջում թեզ պաշտպանեցի, շատ հետաքրքիր process էր ինձ համար։ Ինչ հետաքրքիր բան ես այնտեղ սովորեցի, որ պացիենտին վատ լուր հայտնելու համար կա գործելակարգ, որի մասին ես կյանքումս չէի լսել։ Ու երբ որ ես տարբեր լսարանների համար դա կարդում եմ, ու առաջին հերթին հարցում եմ, ասում ձեզ սովորեցրել են ինչպես պետք է պացիենտին վատ լուրը հայտնել, ձեռք բարձրացեք, 1-2 հոգի լսարանում ձեռք բարձրացնի, թե ոչ։ Ես շատ կուզեմ, որ մեր բժշկական համալսարանում առաջինը սովորեցնեն պացիենտի հետ շփվել, որ միջանցքում չի կարելի պացիենտին դուրս գալ եւ բոլորի ներկայությամբ ասել, գիտեք, դուք քաղցկեղ ունեք, բարձրաձայն։ Ես ականատես եմ եղել, գիտես, տենց դեպքերի, որ իմ կողքը հայտնել են այդ լուրը, ջուր մեկին։ Իսկ դա իսկապես գործելակարգ է 6 քայլանոց, տարբեր կան, բայց սկզբում դու պացիենտին հրավիրում ես նախ քո սենյակ, որտեղ որ ապահովում ես ձեր privacy-ն, այսպես ասած, որ մարդիկ չմտնեն, որ հեռախոս րոպեն մեկ չզանգի։ Դու իրեն հարցնում ես, կուզես ինչ որ մեկը քեզ ուղեկցի, թե կուզես մենակդ լինես։ Պացիենտ կա, որ ասում է, որ ես կուզեմ ինձ չասեք։ Ասեք, չգիտեմ, հորողբորս տղային, ով որ բժիշկ է մասնագիտությամբ։ Այդպես եւս լինում է։ Դու սկզբում իրեն փորձում ես հարց ու փորձի միջոցով ողջել, թե ինքը ինչ գիտի այդ հիվանդության մասին։ Այսպես ասեմ, կրթվածության մակարդակը եւս ստուգելով, որ հասկանաս դու իրան ինչքան ինֆորմացիա տաս, որ ինքը դա կարողանա մարսել, այսպես ասած։ Այսինքն դա աստիճանական քայլեր են, որը որ նոր վերջում դու իրեն ասում ես դա, դու մարդուն պատրաստում ես դրան։ Ու դա շատ կարևոր է ու ես շատ կուզեմ, որ դա նույնիսկ առօրյա կյանքում էլ օգնում։ Մենակ բժշկական լուրի համար չէ։
չգիտեմ, շատ կուզեմ, որ առաջի կուրսից դա մեզ սովորեցնեն։ Բայց հետաքրքիր որ դրսում էլ չէ տենց հատուկ։ Չէ, դրսում դա հա ուսուցանում են եւ ցանկացած կլինիկայում կա հոգեբան, մանավանդ օնկոլոգիական բաժանմունքներում, ռեանիմացիայի բաժանմունքում, որ աշխատում է եւ պացիենտի եւ իր հարազատների հետ, այո, կարելի ասել կրթում է եւ նաեւ Շատ մենք լսում ենք բարբերաբար, որ այ դրսում մարդուն միանգամից ասում են լուրը։ Հիմա այդպես է, թե ուղղակի սխալ, այսինքն աշխարհը ուր է գնում, հենց միանգամից աշխարհը գնում է նրան, որ դա շատ ճիշտ է պացիենտին ասելը, ուղղակի ոնց որ ես նախապես ասացի, ձև փուլերով, հերթականությամբ, այո, չի կարելի դուրս գալ ու շրխկացնել մարդու երեսին իր ախտորոշումը, չի կարելի ուղղակի։ Դրա համար այնտեղ նախ իրենք սովոր են նման բան լսելու, իրենք գիտեն, որ կա դրա լուծումը, իրենք գիտեն, որ պետությունը վճարելու է, հա, հոգ է տանելու այդ ամեն ինչի համար ու իրենց համար դա երբևէ դատավճիռ չի, որովհետև իրենք պատրաստված են եւ այնտեղ տեղում իրենց հետ հոգեբան է աշխատելու միանշանակ եւ իրենք երբեք չեն հրաժարվելու այդ ծառայությունից։ Իսկ Հայաստանում շատ դժվար է, երբ որ պացիենտը գալիս է հետազոտության, ինքը արդեն շատ լարված է, ու որ դու իրեն ասում ես հոգեբանի հետ կցանկանաք զրուցել, ասում են, այ քեզ բան հոգեբանը ինչ կապ ուներ այստեղ, չես կարող դու ինձ ասես։ Հա։ Մենք բազմիցս փորձել ենք մեր բաժնում ունենանք հոգեբան, բայց չի ստացվում։ Դարձել է անիմաստ մի բան, որովհետև պատրաստ չեն։ Իրենք ուզում են լսել բժշկից, իրենք ուզում են շփվել բժշկի հետ, դա էլ է ընդունելի եւ հասկանալի։ Բայց արդյունքում դուք բոլորդ դառնում եք հոգեբան։ Ես որ Հովոյի հետ լինում ենք ու հասկանում եմ ինքը ինչքան է հեռախոսի վրա, ահա որ շատ։ Այսինքն բժշկի դերը ու ծանրությունը շատ ավելի է։ Ես իրան այս դիրքից բացի արդեն չեմ հիշում։ Բայց համել շատ ուրախանում եմ, որովհետև մարդիկ ճիշտ մասնագետի են զանգում, գիտեն ում զանգեն, ես դրանից շատ ուրախանում եմ։ Շատ բժշկության հաջորդ կողմը, մյուս կողմը դա բլոգերությունն է քո։ Ինչ եմ ասում բժշկության, որովհետև հիմնական ուղղվածությունը ու ի տարբերություն շատ-շատերի դու այդ ուղղվածությունը տարիներ է պահում ես, որովհետև հայկական իրականությունը մեր շուկան փոքր է եւ շատ հաճախ ինֆլուենսերներ կան, որ սկսում են նեղ ինչ որ թեմաներից, բայց իրականում այդ թեմաները թույլ չեն տալիս երկար գործունեություն ծավալել։ Դու սկսեցիր, մնացիր, շարունակում ես մնալ որպես Ինչ է կոչվում բժիշկ բլոգեր, ինֆլուենսեր, ես ավելի շատ բժշկական, դա անգլերեն ասում են medical influencer, բայց հայերեն չգիտեմ, երբ բժիշկ ինֆլուենսեր, հա։ Բժիշկ ինֆլուենսեր ջան։ Խենթանում եմ քո վիդեոների ու թեմաների համար, ու ամենակարևորը մատչելի լեզվով, կարճ, կարևորի մասին։ Ինչ կասես մարդկանց ամենաշատը ինչն է հետաքրքրում քո վիդեոների մեջ, որ թեմաներն են, որ ամենասնս տոպ գնում են առաջ։ Օրինակ 3 առաջ օրը մի հոլովակ էի տեղադրել, որը որ եղունգների գույնի փոփոխության մասին է, շատ արագ տարածվեց, թե գույնի եւ ձևի, թե որը ինչ կարող է նշանակել։ Այսինքն երբ մարդ մտածում է, որ այդ 1-2 րոպեի ընթացքում ինքը գտնում է պատասխան այդ վիդեոներն են։ Ու ես հասկացել եմ դա այն բաներն են հետաքրքրում, որը որ սերից անկախ բոլորին վերաբերվում են։ Հետաքրքրում են երեխաների հետ կապված ամեն ինչը, քանի որ իմ հետևորդների երևի թե 95%-ը կանայք են, դա այն ժամանակ էջս փակ էր, ես ֆիլտրում էի։ Այսինքն տղամարդիկ չէին կարող քեզ հետևել։ Ոչ։ Դե հիմա բաց է էջս արդեն, բայց միևնույն է կանայք գերիշխում են իմեջում ու կանացի հետազոտությունները, կանացի խնդիրները երևի թե տոպ բանով կգնան առաջի տեղում, հա, երյակի կլինեն դրանք։ Ու ինչքան խոսես, այնքան կարիքը կա։ Ինձ շատերը ասում են դե մարդիկ կհոգնեն, ինչքան պիտի նույն բանը ասես, բայց չէ։ Ես առաջին օրվանից, ես 16 թվից էջս վարում եմ, առաջին օրվանից խոսում եմ, թե երբ կատարել օրինակ մամոգրաֆիա եւ երբ սոնոգրաֆիա, երբ դա ասեմ, դա նույն ձև է, որ այսպես ընդունվում է, մարդիկ լսում են, նոր մարդիկ են գալիս, ավելանում են, ովքեր որ չգիտեին, ամրապնդում են ինֆորմացիան։ Իդեպ ես ասեմ, որ հայ-ամերիկանում իմ հետևորդները դե զեղ չունեն։ Ու երբ որ գալիս են մտնում են մասնագետների մոտ, մեր բժիշկները ասում են հենց մտնում են, մենք արդեն գիտենք, որ քո հետևորդը բոլորը կրթված գալիս են, տեղեկացված, պատրաստված։ Շատ իսկ ամենատարօրինակ հարցերը որոնք են լինում, համոզված եմ քո անձնական նամակներն են հետաքրքիր լինում։ Հա, շատ ոչ եթերային,
շատ ոչ եթերային այդ շատ տարօրինակները չեմ կարող եթերում պատմել, բայց այն որ մեկ-մեկ լինում ասում վայ գոնե սա հիշեմ, որ հետո հաղորդման ժամանակ հարցնեն, ասեմ, բայց միշտ մոռանում եմ ես դա ֆիքսեմ։ Իմ դեպքում ամենատարօրինակներից մեկը այն էր, որ մեկը գրել էր, որ նոր կահույք ենք ձեռք բերել ու ուզում ենք հասկանալ բասկաթոռն ու բազմոցները ոնց դասավորենք։ Այն որ այդ ինձ թվում է իմ տոպն է, որ ըստ ֆենշուի էր ուզում, թե ըստ ինչի Դու որպես ֆենշուի լավ մասնագետ։ Բայց որ քոնը բժշկական է, ես չեմ կարող նույնիսկ պատկերացնել ինչ հարցեր կլինեն։ Այսպես ասեմ, այդ շատ նուրբ այսպես բանա սահման, որը չեմ կարող հատել, որովհետև բժշկական գաղտնիություն գոյություն ունի ու հա մարդիկ, որ երբեմն նամակ են գրում ու գրում են չհրապարակեք, էլի story չանեք, ասում ժողովուրդ հասկացեք, ես բժիշկ եմ ու ես հասկանում եմ, որ ձեր տված հարցը դա բժշկական գաղտնիք է, վերջ։ Նույնիսկ եթե դուք ինձ գրել եք։ Իհարկե կան աբսուրդի հասնող հարցեր, որ դա բժշկության հետ կապ չունի։ Ես կոնկրետ մասնագետների։ Այո, իհարկե, օրինակ մեր կլինիկա որ գալիս են շատ հետևորդներ, ասում են մենք ուզում ենք Շաքեն մեր մաշկը մի հատ նայի, Շաքեն չէ, մեր ծունկը մի հատ նայի, կամ ինքը դե գինեկոլոգ է, կամ ինքը դիետոլոգ է, ես ամեն ինչ եմ, բացի ռադիոլոգից։ Դե ռադիոլոգը մի քիչ ավելի մեծ համար բարդ է։ Ռադիոլոգը դա կուլիսներում աշխատող բժիշկն է, դա բուժող բժշկի օգնականն է, կարելի ասել։ Ու ռադիոլոգը երբեք չի լինում այդպես շատ պահանջված սոցցանցերում, օրինակ ինչպես կարող լինի կոսմետոլոգը կամ պլաստիկ վիրաբույժը, գինեկոլոգը, մանկաբույժը։ Ես այդպես կուլիսների աշխատող բժիշկ եմ ու աշխատում եմ շատ օնկոլոգիայի մասին չխոսեմ, որպեսզի չվանեմ։ Այո, այո։ Իսկ դա վանում է մարդկանց միանշանակ։ Վախենում են մարդիկ։ Շատ ոնց ես որոշում թեմաները որոշում ես, հետո դու քեզ ես չեն կարում, ես վերջերս ինչքան տեսնում եմ, ես տանը իմ հեռախոսով, իմ այդ փայտով։ Հա, ասեմ դա իդեպ շատ սիրում են իմ հետևորդները։ Իրենք սովոր են ինձ տեսնել բնական տան պայմաններում։ Ես նկատել եմ ինչքան ես փորձել եմ այսպես շատ սնդուսափայլ վիդեոներ նկարել, ես դա դու չի գալի։ Ասում են դա մեր շաքը չի։ Մեր շաքեն հասարակ սորակ։ Ես նույնիսկ կարողա քնից արթնանամ շատ կարևոր բան ունենամ ասելու, այս պոպոլոզը գլխիս նկարեմ, ասեմ ու այդ իրանց համար նորմալ լինի։ Դու էլ մոնտաժում ես։ Ես էլ մոնտաժում եմ։ Այսինքն թեմաները նախորոք ես որոշում։ Դե ես աշխատում եմ նախ հասկանամ թե աշխարհում ինչն է ակտուալ այս բժշկության ոլորտում։ Օրինակ այն հանտավիրուսի ժամանակ հիշում ես մի պահ բում եղավ այդ նավի վրա այդ վիրուսը շատ մեծ տարածում գտավ այդ նյութը, որովհետև դե հայ ինֆլուենսեր է խոսում բժիշկ դրա մասին, բոլորին հետաքրքիր է։ Այդ շատ կարևոր է, որպեսզի հասկանաս այդ պահին ինչն է ակտուալ։ Ու նաև ես հաշվի եմ առնում, չնայած իմ հետևորդները մտածում են, որ ես իրենց նամակները չեմ կարդում, բայց ես կարդում եմ երբեմն ուղղակի չեմ հասցնում պատասխանել։ Ես նաև հաշվի եմ առնում, թե ինչ պահանջարկ կա հետևորդների շրջանում, որ իմանամ իրենց ինչ մատուցեմ։ Շատ այն պրիմիտիվ հարցից պետք է տամ, որ միշտ տենց ես ինքս ուրախանում եմ տենց հարցերի վրա։ Հիմա այդ ահավոր վիրուսները, որ կան վերջին տարիների ընթացքում ու ավելի մասսայական են, քան երբևիցե, մարդու ձեռը խառնա այստեղ թե չէ, տեսնես այն պրիմիտիվ ժողովրդի հարց եմ տալիս, ժողովրդից եկած։ Ես էլ այդպես ոչ բժիշկ որպես պատասխանեմ, եթե կարելի է, արդեն ինձ թվում է, որ չկա մի ոլորտ, որտեղ մարդու ձեռքը խառաչի։ Ես ուղղակի հիշում եմ մեզ փոքր ժամանակ, մենք այսքան չէինք հիվանդանում։ Ու այսքան աննորմալ ձևի չէինք հիվանդանում, որ չգիտեմ, ամիս տևի բարդություններով, օծիտով, չգիտեմ ինչով, հարևանի ընտանիքը հերթով։ Միգուցե մուտացվել են վիրուսները, միգուցե չէ, իրենք հակում ունեն մուտացվել, որպեսզի հարմարվեն, հա, բայց չգիտեմ, միգուցե խառն է, ես ինքս արդեն սկսում եմ այդ մտքին գնալ, հա։ Կյանքը հաճախ որոշումներ կայացնել կարողանալու մասին է։ Օրինակ ունենք երկու ընտանիք, երկու տուն, վատ տանիքներով։ Ոչ միայն այդ երկուսը, այլ Հայաստանի սեփական տների կեսը դեռ ազբեստից տանիքներով են։ Բայց չշեղվենք։ Ընտանիքը անընդհատ մտածում էր, որ դեռ ժամանակը չէ։ Հետո կփոխենք, փող կլինի, նոր կփոխենք, կամ ռազմիկ դյադյան կգա, պաչինկաները կանի։ Համել Անդրեևների սեզոնը արդեն անցել է։ Նույնիսկ եթե լինեն տեղումներ, այնքան թաս կա տանը, որ կդնենք տանը եւ հատակը չի վնասվի։ Իսկ այն, որ այս տանիքը նաեւ քաղցկեղածին է ու քամու հետ այն կարող է տարածվել, բացասական է։ Դրա մասին էլ ոչ լսել ենք, ոչ գիտենք։
Իսկ B ընտանիքը մաթեմից լավ էր, հաշվարկել էին ինչքան են իրենց վրա նստում տանիքի անվերջ վերանորոգումները, կարկատանները, նաև հաշվարկել էին ջերմակորստի վնասը։ Նաև տեղեկացված էին, գիտեին կտուր EM նախագծի մասին, գիտեին, որ նույնիսկ առանց ներդրման կարելի է սկսել process-ը եւ 3 օր հետո ունենալ նոր, սիրուն, էներգաարդյունավետ, առողջությունը պաշտպանող ապառիկի հիանալի պայմաններով հիանալի տանիք։ Իսկ նոր տանիքի հետ վերանում են հին խնդիրները։ Փոփոխությունը, որը տանում է դեպի դրականը, դեպի լավը, դա առաջընթացն է։ Եվ հաճախ հենց մենք ենք որոշում լինել անverջ քցող, բռնող A ընտանիքը, թե մաթեմից ուժեղ դեպի դրականը գնացող B ընտանիքը։ Լավ տանիք ունենալու ճանապարհին ձեզ պետք կգա 8 1 2 8 կարճ հեռախոսահամարը։ Զանգահարեք կտուրայեմ, ամեն ինչ կպատմեն, կբացատրեն, կկազմակերպեն։ Շակ ովքեր են քո ընկերուհիները։ Իմ ընկերուհիները ես չեմ ասի, որ ես շատ քիչ ընկերուհիներ ունեմ, ընդամենը 2 հոգի, չէ, այդպես չէ, ես ունեմ իմ ադային, ով իմ դասարանից է եղել, ու հիմա ինքը ապրում է Իսպանիայում, մենք 13 տարեկանից միասին ենք սովորել ու մինչև հիմա կապը կա։ Եթե հանկարծ ինչ-որ մեկին մոռանամ, չնեղանաք, մեծ կին եմ արդեն։ Իմ կուրսի աղջիկներն են, ում հետ ես պարապել եմ, ընդունվել եմ համալսարան, դա իմ Մարիանան է, դա իմ Իրինան է։ Իմ հետ աշխատող իմ 2 շատ լավ ընկերուհիները, ու ես ամեն օր տեսնում եմ, դա Գայանեն ու Մերինեն, իմ գոլեգաներն են, միասին ենք աշխատում ու էլի ունեմ շատ լավ ընկերներ։ Մենք հաճախ տեսնում ենք քո կամ Լիանայի ստորիներում, որ իրար հետ կապը կա Վանոյանի հետ։ Այո, Լիանի շատ սիրում եմ։ Լիանի հետ ընկերացել ենք երևի թե 11 թիվներ, եթե չեմ սխալվում, չէ, սուտ եմ ասում, չէ, սուտ ասեցի։ Կլինի մոտավորապես մի 9 տարի, որ Լիանի հետ ընկերներ ենք, ու շատ պատահական Instagram-ով ենք ծանոթացել։ Հա, շատ պատահական, եւի 17 թիվներ, որովհետեւ նոր ես սկսել էի, ինքը ավելի նոր էր սկսում ու այդպես կոմենտով են, որ իրար հետ ծանոթացանք ու սկսեցինք շփվել, այդպես է սկսվել։ Իսկ քո ընկերություն անելու ֆորմատը բացի որ բոլորս իրար կյանքում կանք ինտերնետով, WhatsApp-ներով, նաև դուրս գալը կա այդ ընկերության մեջ, չգիտեմ, գնանք մի բան ուտենք, մի բան խմենք։ Ես ասեմ, որ ով է դրսի ընկերուհին քո։ Նա այդ ժամանակ բոլոր ընկերուներիս հետ էլ աշխատում եմ դրսում տեսնվել, որովհետև այն շատ քչերին նաև սիրում եմ մեր տուն հրավիրել, շատ եմ սիրում։ Երեխաներին քնացնում եմ, մի հատ գինու սեղան եմ պատրաստում։ Բայց ես մեկ տեսնում եմ քո ստորի։ Հա, ընկերուներիս հրավիրում եմ։ Ֆանդրի տեսականին։ Ես առհասարակ ես համեստ մարդ եմ, ես չեմ սիրում ինձ գովել, բայց մի հատկություն ունեմ, ես ֆանտաստիկ ընկեր եմ։ Ու ինձանից հանգիստ կարող եմ ասել, որ անverջ կարան որպես ընկեր, թե ինչպիսին պիտի լինի ընկերը սովորեն մարդիկ, դա միակ տեղն է, որտեղ ես կարող եմ գլուխ քովել, որովհետև ես ոնց որ լինեմ ավելի շատ մամա, իմ ընկերուները բոլորը դա կփաստեն, քան թե ընկերուհի։ Ես չափազանց երևի թե մեկ նույնիսկ իսկապես չափնանցող հոգատար եմ։ Լավ է, վատ է չգիտեմ, բայց ես շատ լավ ընկեր եմ։ Իսկ ուր է սիրում գնալ։ Չէ, շատ ճիշտ արեցի, որովհետև դա նենց տակրի մարդ հաճախ ընտիր տեսնում է իրան կողքից։ Տես դու ասում ես, որ կոնկրետ այս կետում ես այսպեսին եմ։ Հա, ճիշտն է։ Ես իսկապես լավ ընկեր եմ։ Մեծ պետք չի անտեղի համեստություն։ Իրականություն գոյություն ունի։ Այո, ճիշտ եմ ասում, ես լավ ընկեր եմ, մնացած տեղերում կամաչեմ եւ երբևէ իմ մասին չեմ սիրում լավ խոսել, բայց այդ մեկը կարող եմ ասել։ Շակ ունեցել ես հիասթափություն ընկերուհիներից, ընկերներից։ Հա, ունեցել եմ, բայց գիտես ոնց ես աշխատում եմ այսպես նայել հարցին, որ բոլորս էլ մարդ ենք եւ բոլորս էլ սխալական ենք, սխալվում ենք, երբեմն նեղացնում ենք։ Կարևորը ինձ համար, որ մարդ իր սրտում եւ հոգում չարություն չպահի ուրիշի նկատմամբ։ Բայց այնպեսի հիասթափություն եղել, որ հետո իրար կորցրել եք, թե հետա եկել այդ մարդը կացո կյանքում։ Գիտես ոնց է, որ ես դրել եմ սահման, որ այս մարդու հետ այսքանից ավել չարժի։ Այդ սահմանը շատ ճիշտ բան։ Ես ոչ մեկին չեմ փորձել վիրավորեմ։ Ես չունեմ ընկերուհի, ում դրսում տեսնեմ չբարևեմ։ Ահա։ Նման բան իմ մոտ չի եղել։ Ես բոլորին որ շատ հանգիստ չեմ նեղացրել, ուղղակի ես բացատրել եմ, որ գիտես, այս պահից հետո ուրիշ է արդեն։ Միգուցե նեղացել եմ, միգուցե նեղացրել եմ, չեմ զգացել, հույս ունեմ, որ չէ։ Սահման դրել եմ, բայց այսպես
կտրել իմ մոտ չի եղել տենց բան։ Երբեք չեմ հիշում տենց բան։ Շակ պետք է ավարտենք։ Սիրով։ Չէ, սիրով չես ուտ ասեցի։ Ինքան դեռ կխոսեի աղջկական տենց մասով ավարտենք, քեզ ինչն է ուրախացնում գնումների դեպքում, նվերների դեպքում, այն որ ցած աղջկական ուրախանում ես։ Ստանալու նվերների։ Հա, ես շոպահոլիկ եմ։ Խայտարակ, ես հենց ստրես եմ տանում, ես մտնում եմ on-line պատվեր եմ անում։ Ես մեկ ասում եմ ստրեսը շատ ծախսատար է։ Շատ, իսկապես այդպես է, բայց ես չեմ սիրում խանութներով գնալ։ Ես սիրում եմ on-line պատվեր անել, որովհետև ես տղամարդու նման եմ այդ հարցում, ես չեմ սիրում խանութներ գնալ ու ներվայնանում եմ այդ process-ից։ Բայց ինձ երկար ընտրում ես, չգիտեմ։ Թե վարքենական։ Վարքենական, նույնիսկ եթե ես գնամ խանութ, ես այսպես կկանգնեմ, կասեմ, այսա ինձ կսազի, չեմ էլ փորձում։ Ներվերս չի online Online էլ շատ արագ, այս մեկը իմ ոճն է, արդեն չափսս գիտեմ, շատ արագ դա անում եմ, բայց ու շատ եմ անում։ Անխիղճ շատ։ Ուր ես դնում հետո։ Չգիտեմ։ Արդեն չգիտեմ ուր պետք է դնեմ։ Շակից եթե դու ինչ-որ դժվար օր ես ունեցել կամ ասած բարդ պիրուտ ես անցկացրել ու դու քեզ ուզում ես նվեր անել, ո՞րն է դա։ Օրինակ ես սպա եմ գնում։ Այ լավ միտք է։ Ես կարող եմ իհարկե եթե մոտակայքում գտնեմ մոտակա օրերին, ես շատ եմ սիրում համեր գնալ, կլասիկ համեր։ Հա։ Ինձ երաժշտությունը բուժում է։ Այնքան հետաքրքիր է, ես ունեմ նույնիսկ կոնկրետ երգեր, որոնք որ վատ լինելու ժամանակ լսում եւ ես բուժվում եմ, անկեղծ։ Իմ հոգին բուժողը դա երաժշտությունն է։ Շատ ես երգում։ Էլ չէ, բայց շատ եմ սիրում։ Ինչի՞ էլ չես երգում։ Ախր դու այնքան սիրում ես ու քո մոտ այնքան սիրուն է ստացվում։ Շնորհակալ եմ շատ։ Իրականում չեմ հասցնում երևի, թե դա էլ եւս չէ աշխատանք տանող բան է, դու մկան է, որ անընդհատ դու մարզես։ Հիմա կոնկրետ որ ասես երգի, հաստատ չես հավանի ոնց կերգեմ, որովհետեւ չեմ օգտագործել երկար, բայց ինքը կա, ես այն շատ եմ սիրում։ Հույսն եմ կերգեմ մի օր։ Այդ է ուզում ասել, ինչ որ միտեղ այդ միտքը կա, որ միգուցե մի օր մի հատ փոքր ակումբում քիչ մարդկանց համար։ Այդ կա, ես որովհետև հիմա ասենց որ նայում եմ Dua Lipa-ին, մեզ իրան շատ են նմանացնում, ասում եմ, ահ, կարայի ես լինեի օրինակ սա, բայց ես բժիշկ եմ, -1 հարկում։ Պետք է հարմարվել։ Միջով արտիստ ես, չէ՞, ավելի։ Շատ արտիստիկ եմ ու շատ ուրախ եմ, որ գոնե Instagram-ը կա, որ ես կարողանում եմ ռեալիզացնել դա։ Մի օր հույս ունեմ այդ ակումբի պահը դուրս շատ եկավ։ Մոտիկ մարդկանց համար կազմակերպենք։ Միասին։ Ու կարող դա սկիզբը լինի, վայ մամա թիմա չլսի, չէ, ես չեմ ասում։ Մամաս կողմա, իդեպ արդեն։ Բայց որտեվ մամա դու մորակույրիդ էին, որ ուզում էին բժիշկ։ Այո, իրանք շատ դեմ էին, չթողեցին։ Իսկ հիմա։ Հիմա իրանք հիանում են այն գործունեությամբ, որը ես ծավալում եմ, ու որ երգում եմ շատ այսպես մեկ-մեկ նույնիսկ մեղավոր հայացքով ասում են, շատ լավ է։ Ասեմ մի տխրեք, ես լավ բժիշկ եմ, հույս ունեմ դարձել։ Իսկ եթե sense կարողանայիր դու որոշում կայացնել ու ժամանակը հետ տանել։ Չէ, բժիշկ կդառնայի։ Բժիշկ չէ։ Միանշանակ։ Արի դու մնա լավ բժիշկ, կներես որ -1 հարկում ես, բայց օգնում եք։ Շատ ուրախ եմ, շատ սիրում եմ այդ հարկը։ -1-ը մեզ շատ պետք է։ Բայց մենք որոշենք, այո, sense բոլորի ներկայությամբ, մեզ դիտողների ներկայությամբ, որ փոքր ակումբային ֆորմատով թող դա լինի նոր կայծ քո կյանքում։ Շատ հավես կլինի։ Դու կլինի։ երկացանկի վրա աշխատի, կազմակերպչականում ես քեզ լրիվ կօգնեմ։ Ես պատկերացնում եմ, ես կարող եմ ոչինչ չանեմ, արևը լրիվ կկազմակերպի։ Միանշանակ Արի մենք անենք քո այդ մինի համերգը։ Անենք։ Վայ, ինչ եղավ, ես շատ ուրախացա։ Ընտիր։ Ինձ մենակ ես մտքի համար ընտիր էր, որ դու եկար։ Մենք դա պետք է անենք, սիրուն կնկարենք։ Հետո ասեն շորթեր կդնենք բան կծար։ Արդեն կազմակերպեց գտեց։ Վայ, շատ ջան, ապրես որ եկար։ Ես եմ շնորհակալ։ Ես շատ ուրախ եմ, որ ոչ միայն դու կաս մեր կյանքում, որովհետև մեր կյանքում դու որպես հարազատ կաս ու կաս, բայց ես շատ ուրախ եմ, որ դու կաս սոցիալական ցանցերում ու այն եզակի էջերից ես, որոնք կրթում են, որոնք ի նպաստ են, ի օգուտ են ու նաև շնորհակալ եմ քո հայրենատեր ու հայրենասեր տեսակի համար։ Ես էլ փոխադարձաբար քեզ եմ շնորհակալ Արև ջան, որ sense շատ լուսավոր, շատ դրական, պոզիտիվ մարդ ես, քեզ միշտ շատ եմ սիրել ու մենք իրար կողքի ենք միշտ ու նույն ուղղությամբ ենք նայում, ինձ թվում է այդքանը բավական է ասելու համար, թե քեզ ինչքան եմ սիրում։ Շատ շնորհակալ եմ։ Հուսով եմ մենք համերգը կկազմակերպենք։